Ադրբեջանը մտադիր է մինչև 2030 թվականը պաշտպանության և ազգային անվտանգության վրա բյուջետային ծախսերը կրճատել մինչև 7969 միլիարդ մանատ, ըստ Ադրբեջանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված միջնաժամկետ բյուջետային նյութերի։ Տեղեկատվության համաձայն այս նպատակներով ծախսերը 2026 թվականին կանխատեսվում են 8715 միլիարդ մանատ։ Այսպիսով պաշտպանության ծախսերը 2026-ից 2029 թվականների միջև կկրճատվեն 8,6%-ով, 2026 թվականի պետական բյուջեի այս բաժինը կկազմի 20,9%, իսկ մինչև 2029 թվականը այն կնվազի մինչև 18,4%։ Հնդկաստանը արձագանքել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին մեկնաբանություններին, ընդգծելով, որ իր առաջնահերթությունը սպառողների շահերի պաշտպանությունն է։ Հնդկաստանը նավթի և գազի խոշոր ներմուծող է, մեր մշտական առաջնահերթությունը հնդիկ սպառողների շահերի պաշտպանությունն է անկայուն էներգետիկ իրավիճակի պայմաններում։ Մեր ներմուծման քաղաքականությունն ամբողջությամբ կենտրոնացված է այս նպատակին հասնելու վրա։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանթիշ Ջայսվալին։ Ջայսվալը նշել է, որ էներգիայի կայուն գներ և մատակարարման անվտանգություն ապահովելու համար Հնդկաստանը ընդլայնում է իր էներգամատակարարման աղբյուրները համաձայն շուկայական պայմաններին։ Խոսելով Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին, նա հավելել է, որ հնդկական կողմը տարիներ շարունակ ձգտել է ընդլայնել էներգակիրների գնումները այդ երկրից, և այս թեմայով երկու կողմերի միջև քննարկումները շարունակվում են։ Հիշեցնենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը խոստացել է, որ հրաժարվելու է Ռուսաստանից նավթ գնելուց։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ֆրանսիայի նոր դեսպան Սոֆի Լագուտի հավատարմագրերը։ Ալիևը նշել է, որ Կոպենհագենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո երկրների միջև նախկին թյուրըմբռնումները արդեն անցյալում են։ Նա ընդգծել է, որ երկկողմ օրակարգում նոր փուլ է սկսվել և առաջին հերթին ընդգծել է մարդկանց ու բիզնես ներկայացուցիչների միջև կապերի վերականգնման ու զարգացման, ինչպես նաև մշակութային ու հումանիտար ոլորտներում համագործակցության կարևորությունը։ Դեսպանը իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններում նոր էջ է բացվում և հայտարարել է, որ ինքը կգործադրի բոլոր ջանքերը երկու երկրների միջև կապերի զարգացման համար։ Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությանը լուսաբանող ամերիկացի լրագրողները լքել են Պենտագոնը, երբ նրանց հավատարմագրումը չեղյալ է հայտարարվել մուտքի ավելի խիստ կանոնները չպահպանելու համար։ Մոտ 40-ից 50 լրագրողներ միաժամանակ լքել են շենքը, հանձնելով իրենց անցագրերը ու վերցնելով անձնական իրերը իրենց աշխատատեղերից։ Ամերիկայի ձայնի նախկին լրագրող Օստապ Յարիշը պարզաբանել է, որ Պենտագոնի նոր կանոնակարգերը արգելում են լրագրողներին իրենց աղբյուրներից ստանալ ցանկացած, նույնիսկ ոչ գաղտնի տեղեկատվություն առանց նախարարության պաշտոնական հաստատման։ Նաև նրանք սահմանափակում են շենքի ներսում տեղաշարժը ընդամենը մի քանի միջանցքներով, պահանջում են, որ նրանք միշտ կրեն վառ կարմիր կրծքանշաններ, սովորական կրծքանշաններից բացի։ Եվ օրվա լուրը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և Անվտանգության խորհրդի անդամ Ռամիս Մեհդիևը պլանավորել էր Ռուսաստանի աջակցությամբ զավթել իշխանությունը Ադրբեջանում։ ԱՊԱ-ի փոխանցմամբ ծրագիրը ռուսական կողմը բացահայտել է Դուշանբեում նախագահների հանդիպման ժամանակ։ Մեհդիևը առաջարկել է իշխանության բռնի զավթումից հետո ստեղծել ժամանակավոր մարմին անցումային շրջանի պետական խորհուրդ, որը կգլխավորեր հենց ինքը։ Մեհդիևը ռուսական կողմին նաև տեղեկություններ է փոխանցել այս խորհրդի պոտենցիալ անդամների մասին։ ԱՊԱ-ի աղբյուրների փոխանցմամբ Դուշանբեում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ հենց ռուսական կողմն է Բաքվին տեղեկացրել Մեհդիևի առաջարկի ու նրա ցանցի գործունեության մասին։ Ըստ պաշտոնական տեղեկության Մոսկվան հրաժարվել է Մեհդիևին աջակցել ու պաշտոնապես տեղեկացրել է այդ մասին հենց ադրբեջանական կողմին։ Հիշեցնենք նաև, որ Բաքվի դատարանը 4 ամսով տնային կալանքի է ենթարկել Մեհդիևին, որը մեղադրվում է իշխանությունը զավթելու փորձի, պետական դավաճանության ու փողերի լվացման մեջ։ Եթե ուզում եք իմանալ ավելին աշխարհի մասին, մնացեք մեզ հետ։